Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ընդունելության համար։ Իմ հարցը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության դատախազության վարքագծի վերաբերյալ իրենց երրորդ անձի շահերը ոտնահարելու սեփականության տնօրինման սահմանափակման իրենց ծրողական պատասխանների երկարատև գործը, այսինքն վարույթային գործը արհեստական ձգձգելու եւ անգործության մեջ։ Ես խոսքս ուզում եմ հասցնել վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին, թե ինչ է կատարվում դատախազությունում, իրենց օրոք, իրենց աշխատանքի պահվածքով, իրենց դատախազության աշխատակիցները ոնց են իրենց դրսևորում։ Հարցս վերաբերվում է հետեւյալին, որ գնել եմ 2024 թվականին վաճառելով մեկ փոքր սենյականոց բնակարան եւ գնելով մեկ փոքր հողատարածք Քանաքեռ Արաբկիր վարչական շրջանում։ Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ, բնակվում եմ Արաբկիրում Արանքաչատրյան փողոցում։ Գնելով այդ հողակտորը օրինական բոլոր գործարքները կատարվել են, այսինքն միասնական տեղեկանքը ստանալով, նոտարական գործարքը կադաստրում սեփականության իրավունքի գրանցումը բոլորը օրինական կատարվել են։ Ձեռք են բերել շինթույլտվություն նույն տարվա մեջ եւ այդ բոլոր թղթերով դիմել եմ բանկին եւ ստացել եմ բանկային վարկի հնարավորություն իմ ձեռնարկատիրական ընկերության եւ հողի գրավադրման վրան կառուցապատման վարկ։ Բայց այդ պահին, երբ այսինքն արդեն միասնական տեղեկանքը պետք է վերցնել, որ արդեն 15 օրը ինքը ժամկետը տալել է, ոնց որ հունիսին եմ գնել, բայց վարկը արդեն դեկտեմբերին է եղել։ Այդ ժամանակ վերցնելուց վրան կալանք է դրված, գնաց է, գրած է քննիչի որոշում, այսինչ որոշման համարով քրեական վարույթ։ Ու զանգահարելով ճշտում եմ, որ ինչ որ այդ հողամասը ժամանակին պատկանել է Դոսաֆին, մեկը վաճառել է մեկին, մեկը մյուսին, մեկը մյուսին։ Ես 4-րդ սեփականատերն եմ։ Ես գնել եմ ոչ պետությունից, ոչ էլ այդ Դոսաֆից։ Հարցը նրանում է կայանում, որ այդ ընթացքում ես գործողություններ եմ կատարել, որ հստակ լինելով, որ բանկը արդեն այդ տոկոսով ինձ պետք է գումար տրամադրի եւ վարձատրեմ բոլոր աշխատակիցներին։ Քննիչի հետ ճշտելով իրեն հարցերին հարց ուղղելով պատասխանել է, որ հանցակարգ չկա, ուղարկել են դատախազություն, շուտով իրանք իրենց գործողությունները պետք է վերանային, արդեն ըստ ընթացքի լինի։ Սպասել եմ 3 ամիս, օրենքի սահման կա, վարույթը, այսինքն քրեական վարույթը ինքը անժամկետ է։ Սպասել եմ իրենք իրանց անեն, որ ես վաբշե կապ չունեմ։ Ես որպես հողը գնելուց չեմ հետաքրքրվել 4 սպորտ ներքև վերև ումա պատկանը, ինչ օրինական գործարք է եղել է, պետականորեն գրանցվել է, ամեն ինչը օրենքով է եղել, բանկային չեկերով, արկ վաճառքով։ Դրանից հետո տեսնելով, որ ժամանակը երկար է, որտեղ այնտեղ շինարարություն թույլտվությունը ժամկետ ունի։ Եվ այդ մարդիկ էլ որ արել են գործը, սպասում են իրենց գումարին, այն մարդիկ էլ իրենց ընտանիքին պետքա ապահովեն, աշխատել են, իրենց գումարն է։ Խնդրել եմ բազմակի տարուկես, խնդրել եմ բազմակի անգամ գրություններ, request հարթակում, որպեսզի այս իրեղեն ապացույցը հանենք, որովհետև ինքը համաչափությունը չունի, որովհետև հողը գնվել է օրինական ձևով, վրան կառուցվել է տուն։ Այսինքն անիմաստ պահվում է։ Ես բանկային գործարքը պետք է ավարտացնեմ, այսինքն ես վերցրել եմ օվերդրաֆտ վատ պայմաններով վարկ, որ ապահովեմ աշխատողների գումարները եւ շարունակեմ, որտեղ ինչ չի հետաքրքրել իրանք դոսաֆի հետ կապված ինչ խնդիր ունեն, ինչ ունեն, որտեղ իմ օրինական գործողություններ է։ Ուշ թե շուտ մտածել եմ, որ պետք է դա փակվի այդ գործը իմ հետ կապված, մնացածը ինչ օրենքի սահմաններում է, իրանք թող շարունակեն իրենց գործողությունները, չմնացելով իրենց վարույթի ընթացքը։ Բայց քանի որ իմ գրությունները մերժվել են, հղում են արել դատարանով դիմել, բայց դե դատարանն էլ գիտենք, այսօրվա դրությամբ տարիներ կարող է տևել, եւ ես չեմ գտել ինձ ինչ-որ մեղավորություն ու չունեմ ոչ մի մեղավորության փաստ, իմ միակ մեղավորությունը այն է, որ ես գնել եմ այդ հողը։ Առանց իմանալու ումն է, բայց ես գնել եմ ուրիշ կազմակերպությունից, ոչ պետությունից, ոչ դոսաֆից, ելի եմ շեշտում։ Դուք կարող եք հրաժարվել հետո, եթե իմացաք, որ խնդիրներ են առաջանում։ Հրաժարվելու խնդիրը սենց է, որովհետև արդեն դե գումար է ծախսվել ու քանի որ ինքը միասնական
կալանքը դրվել է հողի վրա, ոչ կարող ես վաճառել, ոչ իման անել, այսինքն դա մնացել է անփոփոխ վիճակում։ Այդ ամենի հետևանքով նայեք, ինքը խնդիրներ է առաջացել, իրենց դիմելով, խնդրելով, որ միջնորդություն կատարեն, այս գործի շրջանակում ինձ հանել, որտեղ իմ այդ ցանցը ինձ չի հետաքրքրել, իրանց հետ կապված, դոսաֆի հետ կապված ինչ խնդիրներ ունեն, ինչ են ուզում անել, ինձ вообще առհասարակ չի հետաքրքրել։ Ինձ հետաքրքրել է իմ ժամանակը, իմ գումարը, իմ աշխատած ռեսուրսները։ Բայց քանի որ իմ վարկ եղել է անբարենպաստ պայմաններով, այսինքն overdraft ամենավատ պայմաններով, մարդկանց փողը ստիպված պետք է տալ, ու ընթացքում էլի աշխատողների գումարներ մնացել են չմարված, էլի։ Այդ ընթացքում դիմել եմ հարթակով request-ով, թե քննչակ բանը, հակակոռուպցիոն կոմիտե, թե դատախազություն, թե վարչապետի աշխատակազմի աշխատակիցների միջոցները, բայց նույն հետևանքով, այսինքն իրենց պատասխանը սենց է եղել, դատախազությունը ուղղորդել է հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտեն ուղղորդել է դատախազությունը, վարչապետի աշխատակազմ, ու ես իմ հայտարարության մեջ, որ գրությունը գրել եմ վերջի պարագայում, որ խնդրանք են պահանջում, լավ, կապ չունեմ, իրեղեն ապացույցը ինքը անժամկետ է, միջդատական պրոցեսը մինչև չլինի դատական պրոցեսը չեն կարող անել, խնդրանք եմ առաջարկել վարկային, այսինքն հանդիպում նշանակեն քննարկելու, որովհետև երրորդ անձ որպես իմ իրավունքները ոտնահարվում են, չեմ կարող տնօրինեմ, գոնե վարկային այդ պարտավորվածությունները մեղմացնել կամ սառեցնել մինչև վարույթի ավարտը, գոնե։ Էլ եմ կրկնում, ես կապ չունեմ, առհասարակ իրենց այս բոլոր վարույթի հետ, ես ոչ վարույթով հանդիսացել եմ, ոչ վկա, ոչ կասկածալ, ոչ կանչել եմ, ոչ, այսինքն կալանքը դրել են, գրել են ինչի համար, սահմանափակել եմ իմ բոլոր շարժերը։ Ամեն դեպքում իրենց դիմելով խնդրելով դուք ընդ պատասխանը տեսաք, որ դատախազությունից բազմակի անգամ 17 անգամ ինձ այդ նույն մեյլով պատասխանել են ու այդ հանդիպման փայն իրանք խուսափում են, գրում են այս մեյլից մենք չենք ճանաչում։ Ու բոլոր թղթերը, ինչը որ ես ներկայացրել եմ, բոլոր ինչ խոսքը ես ասամ, իմ խոսքերին բոլորին ես դերեմ փաստերը, ոչ թե խոսակցությունը օդի մեջ է, այլ բոլորը այդ request mail-ով իրենց դատախազության կայքում, բոլոր տեղը փաստացի ապացույցներ կան։ Այսինքն ինչ է դուրս գալի դատախազությունը իրեն ասում է, որ մենք չենք ճանաչում այս mail-ով ուղարկած մարդուն։ Հետո մյուս դատախազը գրում է, որ ես պահանջում եմ, այսինքն գործերի վարույթի ընթացքի մասին, 1.5 տարի ձգվե, իրավունք ունեմ, սահմանադրությամբ բոլոր օրենքներով տեղեկանալու իրավունք ունեմ։ Իրենց պատասխանը լինում է, որ մենք չենք ճանաչում այս մեյլով ուղարկողին, հետո մյուս դատախազության աշխատակիցը գրում է, որ այսինքն պահանջում եմ հանդիպում, իրեն գրում են, որ վարույթ է ընդունվել, սենց, որ կապ չունի իրենց պատասխանը։ Հետո գրում ես, որ հարգելի ընկեր դատախազ, ես ձեզ գրել եմ, որ հանդիպեմ քննարկելու վարկային պրոցեսը, այդ ամեն ինչը էլի, ինչը որ դուք ինձի վնաս եք տվել ձեր վարույթի ընթացքում։ Նա գրում է, մենք ձեզ պատասխանել ենք անցյալ նամակի մեջ, այսինքն սենց ցրում են։ Ասում ես գործերի ընթացքի մասին տեղեկատվություն տու, նա ասում է, ով որ վարույթը իրականացնում է, դիմեք իրեն։ Այն մարդուն դիմում ես քննիչին, ինքը ասում է, ես հանցակաց չեմ գտե, ես ուղարկել եմ գործը դատախազությունը դիմում, այնի նորից նույն բանն ասում։ Այսինքն ցրողական վիճակ, անգործունեություն, հեռախոսազանգերին մի անգամ, երկու անգամ պատասխանը, ոչ մի հստակ ինչ-որ պատասխան չեն տվել։ Ու ասենք այս իրանցից առաջացած պատճառով իմ գործունեությունը բոլոր այն գործիքներ, ինչը որ բերել եմ, դաժե պեկում մեզ վարկի միջոցով այդ ընթացքում բաներ է բերել, գործիքներ գործունեության համար, որ ծավալ եմ էլի գործողությունները, բայց քանի որ վարկի այդ ավարտական, այսինքն վարկը ավարտին չհասցնելու պատճառով այնտեղ ամիսներով մնացել է, դաժե խնդրել եմ իրանց, որ այնտեղ 4 ամիս ժամկետ կա էլի, որովհետև չես անում մաքսազերծում, իրանք արդեն վարչական տուգանք են նշանակում, դրա համար չեն ցանկացել հանդիպել, ամեն դեպքում ամեն ձևի իրանք ցրողական է եղել։ Որ կասկած կա, որ պաշտպանում են այլ անձանց շահերը։ Այո, այդ ամեն ինչ իրանց պահվածքով այս ցրողական վիճակը, որ նայեք դատախազի պատասխանը ոնց որ 4 դասանի, որ երեխու պատասխան լինի։
որ պատասխանում են նույն մեյլին ու ասում են մենք չենք ճանաչում, որ վիրավորական ծաղրանքի ենթարկած պատասխան է։ Ես դրա այդ պատասխանի իրաց պատասխանի համար ես անդրադարձել եմ գրությամբ, որ իրանք ներողություն խնդրեն կամ շտկեն այդ հարցը, որ կամ չեն նկատել, բայց իրանք այդ ամեն ինչը ստվերում են պահում, իրանք չեն նկատում այդ ամեն ինչը, վարչապետի աշխատակազմին դիմում ես, ասում ես սենց խնդիր կա, անգործենություն կա, կարող է, այսինքն ինքը անգործենությունը նենց է, որ ինքը կարա թաքնված ուրիշի շահերը, կոռուպցիոն սխեմաներ, ամեն ինչը կարող է լինել։ Արհեստական երկարաձգում, այդ ամեն ինչին, եթե դու իրանք չեն տրամադրում օրենքով քեզ հասանելի տեղեկությունը, քեզ կա, այսինքն երրորդ անձ ես քո շահերը չեն պաշտպանում, ֆինանսական տուժեր ես կրում, իրանց համար են, որ ասենք սերավնոյա։ Դրա համար լիքը կասկածներ կա, որ ես բազմակի դիմել եմ, ես վարչապետի անձնական Facebook-ին նամակ եմ գրել, այս հարցով պատասխան չկա, բազմակի եմ գրել եւ մեյլին եմ գրել իրենց այդ քարոզարշավի ստատուսների, այդ կոմենտարիաների մեջ եմ գրել, որ sense խնդիր կա, ոչ մեկ չի անդրադարձել, չգիտեմ, չեն նկատել, թե չեն ուզեցել անդրադառնալ։ Բայց խնդիրը այն է, որ ես որ ասում եմ, ցանկանում եմ այս ինչը որ ասում եմ, բարի լինեն այս հարցի լուծումը, այսինքն տան, թեկուզ որ ասենք խնդրեմ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե տիկին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ միասին գնանք մի հատ տեսնենք ինչ են արել դատախազությունը։ Եթե սխալ եմ, ասեմ դու սխալվում ես, արմաճան։ Աշխատակիցներին տրամադրեն ձեզ հետ միասին։ Այդ ամենի մեջ, այսինքն ինչի՞ց են ինչի են խուսափում։ Եթե այսինքն ես իրենց խնդրել եմ օրենքի սահմաններում հնարավորինս այդ իրենց առաջացրած վարույթի ֆինանսական պատճառը մեր մաստեր ինչ-որ մի բան փորձեն, որտեղ երրորդ անձի իրավունքները ոտնահարված է, տարուկ ես, որ ասեմ կապ չունես ու քեզ դու ես չեմ հասկանում ինչի պես իրենց պատճառով պետք է 60%-ով վարկ վերցնեմ մարտիկ, այսինքն դատախազի հետ միասին գնանք այդտեղ էլեկտրիկն է, քարշակն է, բետոնի մասնագետն է, մետաղական կոնստրուկցիա սարքող, բոլոր բրոկերը, որ ասեն բոլոր են, որ ասեն պարկերա գոյացել իրենց պատճառով, то հատած պատասխան տան, որ իրենք, ասենք այդ մարդկանց ընտանիքների գումարներից է գտնում։ Իմ վարկը, քանի որ չեմ կարող ավարտի հասցնեմ այդ մարդկանց գումարները տամ ու իմ շինությունը վերջնական ավարտի հասցնեմ, ինքը շինությունը ոնց որ շենքը կանգնած վիճակում է, չեմ կարող արդեն այնտեղ իր ավարտականի հասցնելու համար մնացած գործողություն անել ֆինանսական պատճառով։ Դրա պատճառով մեքենա վաճառում իմ բիզնեսի, որ ասում է 90%-ը կես գնով վաճառել եմ ու ֆինանսական տուժ եմ կրում իրենց այդ պահվածքի անգործողության ու անտարբերության նպատակով։ Ոչ մեկ չի արձագանքում այս հարցի շուրջ։ Ես գտնում եմ, որ դա անընդունելի է, որովհետև դատախազությունը կրկնում եմ, ինքը պարտավոր է ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, չվնասելով երրորդ անձի շահերը։ Իսկ այդ անտարբերությունը դա պաշտոնի չարաշահում կարող է դիտարկվել կոռուպցիոն սխեմաներ, անգործենեություն կամ թերի կրթվածության հետևանք լինել։ Ես ասում եմ նման աշխատակիցներին, եթե ես հարկ եմ տալի իմ գործունեությունից, ես չեմ ցանկանում նման աշխատակիցների աշխատավարձ լինի կամ պարգևավճար լինի։ Հետագայում եթե ես բողոքարկեմ քաղաքայցով, պետությունը պարտավոր է փոխհատուցել այս ամեն ինչը, բայց պետության բյուջեից է գնալ, ոչ թե իրենց։ Այսինքն մյուս հարկատումը հարկացից է, չէ՞ գնալ այդ ամեն ինչը։ Իրենց թերի աշխատանքի պատճառով։ Իմ պահանջը նա է, որ այս ինչը որ խոսում եմ հասանելի լինի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին, տեսնի ինչ է կատարվում իր ամենաուժեղ կառույցը դատախազության, որ օրենք պետք է պաշտպանի, ինչ է կատարվում այդ համակարգում։ Տիկին Աննա Վարդապետյանին իր աշխատակիցների վերահսկողություն կազմակերպի, վերանայի, թող ասում, կրկնում եմ, գնանք բոլորով կամ նշանակվի ինչ-որ հանձնաժողով, գնանք ապացուցենք այդ փաստը, թող իրանք հակառակը ապացուցեն, ես փաստերով եմ խոսում։ Թող հակառակը ապացուցեն, որ տենց չի։